Լարվածությունը շարունակվում է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ Նախորդ օրերին Քաշմիրում վերահսկողության գծի երկայնքով հնդկական եւ պակիստանյան ուժերը փոխանակվել են ինտենսիվ հրաձգային կրակով։ Թեպետ միջադեպերը զոհերի չեն հանգեցրել, ռազմական հակամարտության խորացման մտահոգություններն աճել են։ Հնդկաստանը սկսել է լայնածավալ օդային եւ ծովային զորավարժություններ, ցուցադրել իր արսենալի նորագույն հրթիռները, իսկ բանակի բարձրագույն հրամանատարությունը այցելել է Քաշմիր, տեղում իրավիճակը գնահատելու համար։ Զսպելու համար է ուղղակի չեմ կարծում, որ Պակիստանի տնտեսական վիճակը թույլ չի տա, որ նման քայլի գնա։ Իհարկե ռազմական տեխնիկայի առումով շատ պատրաստված են, բայց միևնույն է, երկու երկրներն էլ, երկու միջուկային գերտերություններն էլ չեն գնա նման քայլի։ Այնուհանդերձ ապրիլի 22-ին Քաշմիրում տեղի ունեցած հարձակումը, որին զոհ գնաց 26 հնդիկ զբոսաշրջիկ, եւ դրան հաջորդած զարգացումները նորից վկայում են, որ Քաշմիրի հակամարտությունը շարունակում է մնալ աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանային հակամարտություններից մեկը։ Խնդիրը սկիզբ է առել դեռ 1947 թվականին, երբ բրիտանական Հնդկաստանը բաժանվեց երկու մասի։ Այդ թվականից մի քանի պատերազմ է եղել։ Փահալգամի ահաբեկչությունը կտրուկ սրեց անթեղված հակամարտությունը երկու երկրների միջև։ Իսկ դիմակայության հիմքում ոչ միայն տարածքային եւ ռեսուրսային վեճերն են, այլև կրոնական եւ մշակութային տարբերությունները։ Իսկ սկզբանե կրոնական հիմք ունի խնդիրը, քանզի 1947 թվականին, երբ Հնդկաստանը բաժանվեց երկու մասի եւ Պակիստանը առանձնացավ Հնդկաստանից, քանի որ Պակիստանը իսլամական երկիր էր եւ հիմնված էր իսլամական արժեքների վրա, Քաշմիր նահանգի բնակչությունն էլ մեծամասամբ լինելով իսլամ դավանող բնակչություն, ավելի շատ ձգտում էր առանձնանալ եւ միանալ Պակիստանին։ Հակամարտության կիզակետում Քաշմիրի պատկանելիության հարցն է։ Հիմնականում մուսուլման բնակչությամբ տարածաշրջանը դարձավ վիճելի տարածք անկախության հռչակումից անմիջապես հետո, եւ այդ վեճը չի ավարտվել։ Հակամարտության մեկ այլ կարևոր գործոն է ջրային ռեսուրսների հարցը։ Հնդկաստանը դադարեցրեց մի կարևոր պայմանագրի գործունեություն 1960 թվականին Ինդոսի ջրերի միջազգային պայմանագիրը, որը կարգավորում էր երկու երկրների միջև ջրային ռեսուրսների փոխանակումը։ Դա տեղի ունեցավ Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիրում գրանցված ահաբեկչությունից հետո։ Պայմանագրի կասեցման պատճառ հանդիսացավ այն, որ Հնդկաստանը Պակիստանին անդրսահմանային ահաբեկչությանն աջակցելու մեղադրանք ներկայացրեց։ Ի պատասխան Իսլամաբադը կտրականապես հերքեց Հնդկաստանի կողմից ներկայացված մեղադրանքը, այն համարելով Հնդկաստանի հերթական քաղաքական ներկայացումը։ Պակիստանը պատասխան քայլեր է ձեռնարկել Դելիի դեմ եւ հայտարարել ջրամատակարարման դադարեցումը կդիտվի որպես պատերազմի ակտ։ Ներքին լարվածությունը Հնդկաստանում ավելի է սրվել։ Մուսուլմանների դեմ բռնություններ եւ ոտնձգություններ են գրանցվել մի շարք նահանգներում։ Թեև քաշմիրցի առաջնորդները դատապարտել են Փահալգամի հարձակումը եւ շեշտել, որ բնակչությունը կապ չունի այդ գործողությունների հետ, անհանդուրժողականությունները նրանց հանդեպ դրանից չի նվազել։ Չնայած տարածաշրջանում ահագնացող լարվածությանը, դեռևս զսպող գործոն է համարվում երկու երկրների միջուկային կարգավիճակը։ Փորձագետները հակված են կարծելու, որ չնայած ռետորաբանության սաստկացմանը եւ զորավարժությունների ակտիվացմանը, երկու երկրներն էլ գիտակցում են լայնամասշտաբ հակամարտության վտանգները եւ կձգտեն խուսափել անմիջական ռազմական բախումներից։ Որոշ վերլուծաբաններ էլ համարում են, որ լայնածավալ ռազմական գործողությունների լուրջ ազդակ կարող է դառնալ առաջին թափված արյունը։ Դավիթ Գենջոյան, Renews Armenia։